Ինչ ես կարծում եւ արդյոք տղամարդու ու կնոջ դավաճանությունը ֆիզիկական դավաճանության մասին է խոսքը նույնն են։ Միանշանակ նույնը չեն, իմ կարծիքով տղամարդու դավաճանությունը մի քիչ այլ դրդապատճառներով է պայմանավորված, կնոջ դավաճանությունը այլ դրդապատճառներով է պայմանավորված, ու եթե տղամարդու դավաճանությունը կարա օրինակ ռոպեական պորտկման ինչ որ թեմա լինի, կնոջ դավաճանությունը նախատեսում է պարտադիր էմոցիոնալ կապ, դա ամեն դեպքում ցանկացած հասարակության մեջ գերակշռող մեծամասնության մոտ տենց է։ Ողջույն հարգելի ընկերներ, այսօր Men's Talk-ի հերթական թողարկումն է եւ ձեր հետ են տեստոստերոնի արտակարգ եւ լիազոր դեսպան Լևոնը եւ ես ձեր խոնարհ ծառա Գևորգ Գրիգորյանը, բժիշկ ուրոլոգ։ Լավ, տես դավաճանության մասին կարելի է անverջ խոսալ ու դավաճանությունը իմ կարծիքով դա ոչ թե մենակ ֆիզիկական դավաճանության մասին է պետք խոսալ, օրինակ, չգիտեմ, լևի գնալու շակերտավոր ասած, այլ նաև դավաճանության այլ դրսևորումների մասին, որ դու կարող ես ասենք այլ մարդու հետ ապրես ու իրան ֆիզիկապես չդավաճանես, բայց ուրիշ մարդու նկատմամբ էմոցիոնալ կապ ունենաս ու դա թե տղամարդկանց մոտ կարա լինի, թե կանանց մոտ կարա լինի, ավելի շատ կանանց մոտ է ալնում, տենց բան, բայց դա էլ է իմ համար դավաճանություն։ Նախ ժողովուրդ, այսօր հա իմ ձայնը ասենց առանձնահատուկ ուշադրություն է գրավում, բայց իմ քրոնիկ ֆանինգիտն է դրա պատճառը, ներողություն եմ խնդրում ու ձեր ըմբռնումով մոտենալն եմ ակնկալում։ Ինչևիցե շարունակեմ, այս վերջերս ինտերվյուներից մեկում հենց այդ թեման շոշափվեց ու երբ որ ես բարձրաձայնեցի հետևյալ գաղափարը, որ դավաճանությունը որպես այդպիսին կնոջ կողմից, շեշտում եմ կնոջ կողմից, որտեղ ոնց դու նշեցիր եւ տղամարդու պորտկումները լրիվ այլ են։ Հեսա կխորանանք այդ թեմայով։ Կնոջ կողմից դավաճանությունը իմ համար սկսվում է այն պահից սկսած, երբ կինը թույլ է տալիս տղամարդուն, դիմացինին, այն մարդուն, որ փորձում է որևէ կերպ ուղի գտնի դեպի դուռը, թույլ է տալիս մտածելու, որ այդ մարդը շանս ունի։ Իսկ ոնց է դա տեղի ունենում։ Ժպիտին ժպիտով պատասխանելը, այ կոնտակտով, որ sense խունջիկ լամիշ են լինում, դա ոչ ոք կարա չտեսնի։ Դու փաստացի չունենաս ապացույց, որ ինքը դա արել է, ժողովրդական լեզվով ասած խաղեր տալը, բայ ազդեցության տա, կինը էմոցիոնալ էակա, կարա եւ այդպես էլ տեղի ունենա, հետո դառնա մի կաթիլ մեղրի պատմություն, այնինչ պատճառը եղել է իր այդ քայլը, օրինակ։ Այդ քո ասած կոնցեպտը, այդ ժպիտը, այդ աչքերով պատասխանելը եւ այլն, դա կարա ոչ ոք չզգա բացի այդ երկու մարդկանցից։ Իհարկե։ Որովհետեւ այդ երկու մարդն են իրար հետ այդ process-ը գեներացնում, այսպես ասած։ Դրա համար դավաճանությունը անպայման չի մենակ կոնտակտը լինի, հենց սեռական կոնտակտը բուն, դա էլ է իմ համար դավաճանություն, ես տենց եմ ընկալում ու առհասարակ դավաճանությունը ինձ թվում է բնավորության գիծ է։ Դավաճանը կապ չունի ինչի դավաճանա։ Ահավոր բան է, արի սենց ուղիղ հարցնեմ։ Դավաճանությունը թե ոչ կնոջ կողմից, եթե դա օտար տղամարդու հետ անծանոթ սոցիալական կայքով նամակագրություն ունի։ Իմ համար դավաճանություն է ու բացարձակապես կապ չունի, չգիտեմ, կնոջ ազատությունների եւ այլնի հետ։ Եթե օտար տղամարդ, դու խոսքը չի գնում, ասեն գործնական ինչ որ նամակագրության մասին բնականաբար է։ Խնդրում եմ չծայրահեղացնեք, ասենք, այդ լրիվ այլ բան է, բայց եթե օտար տղամարդու հետ ինչ-որ թեմաներ են քննարկում, կինոներ են քննարկում, բան, դա էլ է արդեն դավաճանության ավելի պրիմիտիվ հարց է։ Ոչ միայն կնոջ պարագայում, տղամարդու պարագայում էլ է այդ իմ համար մեկնաբանվում որպես դավաճանություն, որովհետև գործի բերումով դու կարաս 1000 հոգու հետ շփվես ու մտքիդ ծերով էլ չանցնի, օրինակ իր հետ քննարկես, չգիտեմ, Տիտանիկ ֆիլմը կամ Լեոնարդո Դիկապրիոյի դերասանական հմտությունները։ Իբր թե որևէ ինչ-որ արտառոց բան դրա մեջ չկա, բայց միևնույնն է, դա այն թեման է, որը որ ավելի զգացմունքային է, ավելի ընկալման հարց է, ու երբ որ երկու մարդ իրար հետ այդ թեման սկսում են քննարկել, դա արդեն նշանակում է, որ այդ մարդիկ իրար առաջ ունեն բացելու ինչ-որ մի բան, հոգի են բացում, չգիտեմ, սիրտ են բացում, կարծիքով են կիսում, որտեղ մտքով կյանքում չի անցնի։ Գործնական պիրիպիսկայի ժամանակ մարդուն հարցնեմ, իսկ օրինակ Օսկարակիր ֆիլմերից ո՞րն է քեզ դուր եկել սենց։ Սենց ասեմ, ես նույնիսկ այդ դեպքում, երբ որ կինը, աղջիկը հակառակ սեռը մեր պնդում է, ասում է, գիտես ինչ, մենք ուղղակի ընկերական
Հավատում ես կնոջ ու տղամարդու միջև ընկերական հարաբերություններին։ Նման կոնտեքստում շատ քիչ է ալնում, շատ քիչ է ալնում իրական ընկերություն կնոջ եւ տղամարդու մեջ, օրինակ ես ունեմ 10, 12, 15 տարվա իգական սեռի ընկերներ, ում հետ որ ասենց ասա մեր ծանոթության օրվանից մեր ներքին միջավայրն ա եղել, ով որ մեզ ծանոթացրել է, թե ինչ ա եղել, մեր մտքի ծերով անգամ չի անցել, ինչ որ այլ բան մտածել։ Բայց հիմնականում, եթե дու նոր ծանոթություն ես ձեռք բերում ու զուտ ընկերական սկսում ես շփվել, դրա մասին մի հատ sense խոսք կա, ռուսերեն է լավ հնչում, ասում է дружба между мужчиной и женщиной это секс отложенный на потом։ Ես կարամ Իքտեց հերանեկարային բան կարա դառնա ու համաձայն եմ։ Այդքան էլ ես օրինակ դրան այդքան էլ կողմնակից չեմ։ Ես արտահայտվեմ իմ տեսությունը, Գև ջան, եթե դեմ չես։ Գուցե շատ ծայրահեղական է։ Ես միանշանակ ողջունում եմ քո այդ դիրքը, իմ կյանքի փորձից ելնելով, սենց ասեմ, գրեթե չեմ հանդիպել դեպքեր, խոսքը ընկերություն ասելով այն ամեն օրյա, որ դուք անընդհատ առնչվում եք եւ այլն, ոնց են տղաները ընկերություն անում։ Լավ, արի չբնորոշեմ, կարճ ասեմ։ Ես չեմ հավատում այդ ընկերությանը։ Ու ինչ եմ անում։ Միշտ իմ հակառակ սեռի ներկայացուցիչների հետ ու այդ շփման մեջ եմ, հա շատ բարեհամբույր եմ, հա շատ մարդամոտ եմ, հա շատ անմիջական եմ, բայց ինքս իմ մեջ ահա որ sense լիքը կարմիր գծեր ունեմ դրած, դիստանցիա ունեմ, որոնք դու չպետք է անցնես, անկախ իրան անցնելուց կամ չանցնելուց։ Գիտեմ էլի, սենց ասեմ, շատերը վախում են այս թեմայով խոսան։ Դավաճանության թեման են քննարկում ու մի պա վարդագույն ակնոցները խնդրում եմ հանեք դրեք մի կողմ, մարդիկ վախում են խոսան։ Ես լինելով մարդ, սա խնդրում եմ ոչ մի դեպքում չընկալեք որպես փորձում է ինչ-որ բան ակնարկի սրանով, ոչ, այնպես է ստացվել, որ ես իմ տեսակով նույն սոցհարթակներում լինելով հանրային մարդ, սպորտսմեն, մի քիչ արտաքնապես տարբերվող, տեստոստերոն եւ այլն, այնպես է ստացվել, որ հակառակ սեռը, ինչու ոչ նույնիսկ նույն սեռը, հալուրջ եմ ասում, օր ու գիշեր, շատ հաճախ, ամեն օրվա մասին է խոսքը գնում, փորձում եմ որևէ կերպ իրենց մատուցեն ինձ ու ես եթե այդ խայծը քաշեմ, լինելու է տանելու է դեպի գիտենք ուր։ Գև նայում եմ ամուսնացած, կողքը զուգընկեր, նշանածով, կապ չունի, խորապես թքած ունեմ ու տեսնելով նաև իմ ընկերական շրջապատում ինչա կատարվում, այն որ կյանքում չես կներեք գրափարիս համար պալիտ չես անի դու, չես կարա պալիտ անես, որ այս մարդը դավաճանում է իր տղամարդուն, իր անկերոջ, այդ ամենը տեսնելով ես սարսափում եմ։ Նախ ես ինքս նույն բանը չեմ անում։ Ես իմ ընկերների կանանց հետ եմ նույնիսկ շատ դիստանցիայով։ Աստված մի արածը շատ ծայրահեղ վատ բան եմ ասում, բայց իրականության աչքերին եմ նայում։ Ավելի լավ է արմատախիլ անես, ավելի լավ է նախ խապես դու չստեղծես, թույլ չտաս իրավիճակի հայտ գա, որտեղ կլինի այսքան սխալվելու մի նշույլ անգամ հնարավորություն։ Ծայրահեղ բան եմ ասում, բայց շատերը կհամաձայնվեն իմ հետ։ Ես համարում եմ, որ չկա հատկություն։ Ինձ մի հատ բան ասա։ Տղամարդու միջև։ Ինչի են տղամարդիկ դավաճանում։ Ըստ քեզ։ Ասեմ, հիմա շատերը կսկսեն քարկոծել, բայց երբ որ ես ասում եմ, դու էլ լինելով Հայաստանի լավագույն իմ համար ու ռոլենտ բժիշկ մասնագետը, կարծում եմ կկիսես կարծիքս, Գև ջան։ Մենք ունենք այնուամենայնիվ բնազդներ, ու որ ինձ ասում են, մարդը բանական է, դրա համար բնազդներ չունի, մենք ունենք բնազդներ, այո, բանական ենք, որովհետև կարողանում ենք դրանք կառավարենք, ու մեր խառնվածքը, բնավորությունը նույն ինքը, ամենը ծրագրավորում է մեր հորմոնալ ֆոնը, ու երբ մեր տեստոստերոնը բարձր է, դա ընդամենը շատ կոպիտ օրինակ եմ բերում, հաց ուտելու պես մի բնազդ է, տղամարդը ես համարում եմ, օրինակ ես քեզ եմ հարցնում, ինչ ես կարծում, եթե ես այսօր գնամ Լևի, ստացվեց, նշանակում է ինչ, ես իմ զուգընկերուն կնոջը չեմ սիրում։ Չէ, ես տես չեմ մտածում, որովհետև տես խնդիրը ինչումն է, դու ճիշտ ես ասում, դա բնազդային է, ընդ որում տղամարդկանց մոտ այդ բնազդը ավելի է զարգացած, քան կանանց մոտ, որովհետև տես կա թեորիա, որ ծնողներից ով ավելի շատ ներդրում ունի
ապագա երեխայի ու вообще երեխայի զարգացման ու մեծացման մեջ ինքը ավելի ընտրողաբար է ընտրում զուգընկերներին։ Օրինակ ծնողներից հիմնականում դա մայրն է, որտեղ 9 ամիս կրծքի տակ պահում է, հետո կաթով կերակրում է, հետո ինքնածննդաբերում, այսինքն կնոջ ներդրումը երեխայի սաղմի սերնդի մեջ ավելի մեծ է, քան տղամարդունը։ Տղամարդը ավելի քիչ ներդրում ունի ու տղամարդու առջև խնդիր է դրած իր գենետիկ կոդը, իր սերմը կլինի թե ինչը կլինի, տարբեր տեղերում կարողանա թողնի։ Հարցը այն չի, որ դա լավ է, վատ է, դա բացատրություններից մեկն է, որը որ գիտական հիմնավորում էլ ունի։ Բայց խնդիրը նրանումն է, որ տղամարդկանցից շատերը իրենց կարողանում են կառավարեն, այդ այսպես խայծը չուտեն, չգնան այդ սադրանքի եւ այլն։ Բայց տղամարդու մոտ կարա լինի օրինակ ռոպեական սեռական կոնտակտ առանց էմոցիոնալ որևէ կապի։ Ու եթե սենց մի քիչ հին գնանք, հին այն ավելի բնազդային ուսումնասիրենք տղամարդու մոտ, քանի որ տեստոստերոնը բարձր է, ինքը անընդհատ պետք է ինչ-որ վտանգի մեջ լինի, անընդհատ պետք է ինչ-որ ադրենալինի այսպես պորտկումներ ունենա։ Հիմա ժամանակին դա օրինակ մամոնտի վրա, չգիտեմ, նիզակով հարձակվել է։ Ինչքան մեծ մամոնտ էր խփում, այդքան ավելի ուժեղ տղա էր ինքը, այդ ցեղապետներ եւ այլն։ Դրանից հետո արդեն պատերազմների դարաշրջանը երբ որ եկավ, հերոսություններն էր, այսինքն ինչքան շատ մարդ էր տղամարդը սպանում, այդքան ինքը ավելի լուրջ կայացած հերոս էր եւ այլն։ Հիմա ժամանակները փոխվել է, տղամարդու ձեռքից այդ սա խլվել են։ Այսինքն որսը սեզոնով է, չգիտեմ, պատերազմները ավելի շատ տեխնոլոգիական են իրականացվում, քան թե մարդկային ուժով ու մարդկային հմտությունով։ Ու գալիս է մի հատ իրավիճակ, երբ որ տղամարդու համար այդ ընկալման մեջ, այդ որսը ինքը կրակեց կպավ, ինքը մի հատ է կրակեց կպավ, դա կարա բացարձակապես ոչ մի էմոցիոնալ կապ չստեղծի մարդկանց մեջ ու միանգամյա, ասենք, հարաբերությունը ու նույն անձի հետ տևական հարաբերությունների շարունակումն էլ արի իրարից տարանջատենք, որովհետև միանգամյա հարաբերությունը դա այդ իմ ասած որսի կոնցեպտով կարա մեկնաբանվի, բայց տևական հարաբերությունը արդեն ճակերտավոր ասած սիրացի կոնցեպտով է, ինչը անհամեմատ ավելի մեծ վտանգ է ներկայացնում մարդու ընտանիքի, կարծրատիպերի եւ իր ասենց ճակերտավոր ասած արած դրած կառուցած ստեղծածի համար։ Ու եթե մենք խոսում ենք կնոջ դավաճանությունից ու տղամարդու դավաճանությունը 1000 տեսակի այդ կերպ կարա մեկնաբանվի։ Կնոջը առաջինը էմոցիոնալ կապն է։ Միանշանակ համաձայն եմ, ցավալի փաստը կայանում է նրանում, որ նույնիսկ կանայք այդ տեսակի տղամարդկանց, ովքեր որ հաճախ են լևի գնում մեր լեզվով ասած, հաճախ են զուգընկերուհիներ փոխում, այն վատ տղաներ ճակերտավոր մաչո, իրանք շատ ավելի ցանկալի են կանանց համար, քան են բարի պուպուշ ընտանիքի տեր մի հոգու սաղկյանքը նվիրված այդ տղաները, ինչի, որովհետև իրանք տեսնում են նույն այդ տեստոստերոնը, նույն այդ վտանգը տղամարդու մեջ, տեստոստերոնը բարձր, ագրեսիան բարձր, ավելի վտանգավոր տղամարդ, ավելի ապահով նրա կողքը։ Այդ վատ տղաներին կանայք միշտ ձգտել են ու երբեմն մենք էլ ենք զարմանում, որ նայում ես ինչ-որ X անձի մոտ ոչ ինտելեկտի նշույլ կա, ոչ, ասենք, չգիտեմ, թեփկերած դեսպեբեցացած, բայց կանայք այսպես գնում են դեպի իրան։ Ես քեզ մի հատ էս օրինակ բերեմ, տես, երբ որ տղամարդը այսպես ճակերտավոր ասած պահանջված է կանանց շրջանում, ասենք այդ տղամարդու կողքի կինը արդեն առօրյա ռեժիմով սկսում է պայքարել այդ տղամարդու համար, որովհետև ճակերտավոր եմ ասում, էլի թող չծայրը հեղացնեն մեր դիտորդները, պահանջված ապրանքը ավելի ես դու սրտիդ մոտիկ պահում։ Եթե ապրանքը պահանջված չի, օքեյ, ժողովրդական լեզվով ասած դա առնողն ով ալն է։ Դե հարց, իսկ եթե կինն է պահանջված, դե կնոջ պահանջված լինելը այդ արդեն տղամարդու գլխացավանքն է, բավականին լուրջ թեմա է դա։ Իսկ ողջունելի է արդյոք դա։ Տես, արտաքնապես կարող է շատ պահանջված կին լինի, որը որ ինչ ասեմ, մեղավոր չի, որ գեղեցիկ արտաքին ունի։ Արի տարանջատեմ։ Տարանջատեմ։ Կնոջ արտաքնապես կամ ակամա պահանջված լինելը ու կնոջ
կամավոր, այսինքն ընդգծելը ու դրա ուղղությամբ աշխատելը, այդ դրանք տարբեր բաներ են։ Ես դրա մասին եմ խոսում։ Օրինակ, ակամա պահանջված լինելուն ես բացարձակապես դեմ չեմ, ասենք հիմա սիրուն աղջիկա ճաշակով տղամարդը միշտ սիրուն աղջիկա գտնել, գրկել, պայել, փայփայել ուսերին մանտալ, նման տեսակին, բայց եթե ինքը տեղից էլ գիտի, որ ինքը մի քիչ էլ ընդգծի, вообще դա շատ վզվայուշիա կներեք ռուսերեն բառիս համար լինելու, ակնհայտ կանչա լինելու, որքանով ես դու դա ողջունում։ Օրինակ ես չեմ ողջունում, եթե նա ունի կողակից նույնիսկ ես չեմ ողջունում, երբ որ ամուսնացած կինը, ասենք, չգիտեմ, սոցիալական հարթակներում ինչ որ ներքնազգեստով կամ լողազգեստով կամ, չգիտեմ, շատ բաց դեկոլտեով նկար է տեղադրում, որովհետև դա իմ կարծիքով ճիշտ չի, դա կարող է հիմա մեկնաբանվի, որ վայ կնոջ իրավունքը իսկ ինչի պետք է եւ այլն, ժողովուրդ, տենց այդ բաներ կան, որոնք որ, չգիտեմ, կարամ ասեմ դաստիարակությունով, ընտանեկան դաստիարակությունով են գալիս բաներ կան, երբ որ ուղեղի աշխատանքի արդյունքում եզրահանգում են դրան բաներ կան, որոնք որ, չգիտեմ, մարդու կարծրատիպը, մտածելակերպը, այդ սաղ գալի հավաքվում է մի հատ ուղեղի մեջ, դա կլինի կնոջ ուղեղ, թե տղամարդու ուղեղ, ու եզրակացություններ են անում մարդիկ, այսինքն ամուսնացած կինը չպետք է բաց նկարներ տեղադրի սոցիալական հարթակներում, որովհետև դա իր ամուսնու համար է այդ տեսարանը, ոչ թե տեսարանը բոլորի համար, ու եթե ամուսնացած կինը բաց նկարներ է տեղադրում սոցիալական հարթակներում, դա իմ համար, ասենք զուտ կողքից դիտող մարդու համար, դա կանչ է։ Ժամանակակից լիքը հոգեբաններ օգտագործում են դա որպես լծակ եւ գործիք, ասելով, որ այն տղամարդը, ով արգելում է իր կնոջը ընկերուհուն սոցիալական հարթակներում նման կերպով հանդես գալու, բաց կերպով հանդես գալու, դա գալիս է նրանից, թե իբր մենք անինքնավստահ ենք, գլուխներդ պատովն եք տվել, պատը գլխներովդ։ Ես համարում եմ, որ ժամանակակից տրենդերի տակ քողարկում են սանձարձակությունը, պարզ սանձարձակությունը, օգտագործելով տղամարդուն, սարքելով կողքի փափուկ շունիկ, որովհետև մենք վախում ենք շատ ժամանակ կորցնենք, մտնում ենք խորը կաբլուկի տակ, կորստի վախից ելնելով։ Չէ, ես ոչ, ես ինքնավստահ եմ, ճիշտ է ասում։ Տղաներ, ունեցեք սեփական գլուխ ձեր ուսերի վրա։ Խնդրում եմ սեփական խելք, կուտը մի կերեք, դա մանիպուլյացիա է։ Ես միանշանակ համաձայն եմ, որովհետև դա արդեն իսկ դավաճանության կանչա, դավաճանության կոչ է, ու իմ կարծիքով տենց բան պետք չի անել, այդ մասով։ Հիմա կա նաև հետևյալ տեսությունը, ես այն տեսությունները, որոնք որ ասում եմ, գիտահեն տեսություններ են, ու հոգեբանները, սոցիոլոգները դա տենց բացատրել են, ուրեմն երկարատև հարաբերությունների ու կարճատև հարաբերությունների թեորիա։ Երկարատև հարաբերությունների ավելի հաստատակամ հարաբերությունների ջատագով միշտ կանայք են, որովհետև կնոջ մոտ այդ ապահովվածության, ապահովագրվածության զգացողությունը, որ իր կողքը կա տղամարդ, որը որ իրան չի թողի, իր կպաշտպանի իրան, հիմա ինչքան էլ ֆեմինիստները ասեն, որ մենք պաշտպանության կարիք չունենք, սուտ է ժողովուրդ, ցանկացած կինել, որ ծանր սուպերմարկետից տոպրակներով գալիս է, ցանկալի է, որ տղամարդը այդ տոպրակը վերցնի, կամ երբ որ կնոջ վրա տան, ցանկալի է, որ տղամարդը լինի, ով որ պաշտպանի։ Այն որ իրանք այդ մաչո տեսակներից, որ օրինակ բերեցի, անունը դնում են թունավոր ագրեսիվ, toxic masculinity, իրանք հենց առաջինը նման տղամարդկանց են տենչում, երբ կանչում են հրշեջ ծառայություն, երբ որ օգնության կարիք ունեն։ Այսինքն ագրեսիվ ինչ-որ մարդ, ով որ գա չվախենա վտանգից, գնա, բայց այդ վտանգից չվախենալն է հակառակ կողմը լինի, նայ։ Այդ երկարատև հարաբերությունը, որոնց որ ձգտում են կանայք, դրա համար իրանց համար ավելի, այսպես ասած, ձեռնատու է չդավաճանելը, որտեղ դա հարաբերության երկարատևության խորհրդանիշներից է, գրավականներից է։ Տղամարդիկ ի տարբերություն կանանց հիմնականում ավելի շատ ձգտում են կարճատև հարաբերությունների, որովհետև դա պատասխանատվության բացակայություն է, դա ընդհանրապես, ասենք, ռոպեական պորտքումների շարք է, ու երբ որ տղամարդը դավաճանում է ձգտելով այդ կարճատև հարաբերությունների, իսկ կինը չի դավաճանում ձգտելով երկարատև հարաբերությունների, հասարակության մեջ ստեղծվում է կարծրատիպ, որ տղամարդը կարա դավաճանի անընդհատ։ Ու դրա պատմական, այսպես ասած, ապացույցներն կան, օրինակ տղամարդիկ, որ գնում էին երկարատև պատերազմների, տարիով, 2 տարիով, բնականաբար իրանց կանայք գիտակցում էին, չէ, որ այս տղամարդը
չի կարա առանց սեռական կոնտակտի մնա, ինքը դավաճանելու է եւ այլն եւ այլն։ Ենթագիտակցության մեջ կար։ Տղամարդկանց մոտ երբեք ենթագիտակցության մեջ չի եղել, որ իր կինը, որ մնում է իր տունը պահի, պետք է դավաճանի իրան, որտեվ ինքը թողել է իր տունը ամենաթանկ մարդու մոտ։ Այդքան խոսացինք, չընդգծեցինք կարևոր մի փաստ։ Ես տենց եմ համարում, դրա համար եմ անվանում փաստ։ Եթե կուլմինացիայի բերենք, կնոջ դավաճանությունը ներել չի կարելի, իսկ տղամարդունը ինչ որտեղ կարելի է։ Վիճելի հարց, այ դավաճանությունը իմ կարծիքով ներել вообще չի կարելի։ Առհասարակ ինքը հեչ լավ բան չի։ Տղամարդու դավաճանությունը կարելի է բացատրել առանց բացատրել ոչ թե զգացմունքային կապով, այլ հազար տարբեր փաստերով։ Կնոջ դավաճանությունը առանց զգացմունքային կապ հնարավոր չի բացատրել։ Ուստի ինքը ավելի ծանր է։ Ուստի կնոջ դավաճանությունը իմ համար անհամեմատ ավելի ծանր ընկալելի կոնցեպտ է, քան տղամարդու դավաճանությունը, որտեղ կարող է տղամարդը նույնիսկ շատ խմած ժամանակ էլի բնազդ ակտիվանա, որտեղ իդեպ ասեմ, տղամարդիկ խմած ժամանակ ավելի հակված դավաճանելու, որտեղ օրգանիզմը ինտոքսիկացիայի մեջ է, ինքը ուզում է սերունդ շարունակի, դրա համար ինքը այդ քայլին ավելի սենց անկաշկանդ է գնում։ Տղամարդկանց դավաճանությունը կարելի է բացատրել շատ տարբեր ձևերով, բայց առանց էմոցիոնալ կապի, ուստի եթե էմոցիոնալ կապ չկա, այդ տղամարդը մեկը գալու է իր ընտանիք, իր կնոջ, իր երեխեքի մոտ։ Էլի կրկնեմ, որևէ պարագայում չեմ արդարացնում ոչ տղամարդու, ոչ կնոջ դավաճանությունը, բայց կնոջ դավաճանությունը իմ համար անհամեմատ ավելի ծանր տանելի բան է, քան տղամարդու դավաճանությունը։ Մեր տատիկները երկու սերունդ ավելի բարձր մարդիկ նույն ինքը, լիքը լսել եմ, երբ ասում էին այ բանամ թորնիկներին իրանց օրինակ թարգտուր, տղայա, բապտի լևի գնա եւ այլն ժողովուրդ։ Ես համարում եմ, որ այո, տղամարդը կներեք հազար անգամ լիքը տղաներ 99% առողջ տղամարդիկի հետ կհամաձայնվեն, որ իրանց հոգեպես կարելի է մի քիչ զիջել այդ հարցում, որովհետև մայր բնությունն է խոսում, իսկ բնությանը դեմ չես գնա։ Կանոջը ներել դավաճանությունը նշանակում է ինքդ քեզ գրել մահացու վերդիկտ։ Այդ ворթը քեզ մինչև կյանքի վերջ ուտելու է, դու դառնալու ես փալաս։ Ես դրա միջով անցել եմ, ժամանակին էշություն եմ արել, դավաճանել եմ, դիմացել եմ, բայց հասկացել եմ, որ ես ինձ լավ չեմ զգում մեղմ ասած։ Էլ նման բան իմ կյանքում չի կրկնվի։ Եվ այսօր այսքանը ձեր հետեին իմ համար Հայաստանի լավագույն ուրոլոգ մասնագետ եւ իմ ընկեր Գևորգը եւ ես Լևոնս